5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի տեսություն, սիրելի բարեկամ։ Մեր յուրաքանչյուր հանդիպում պլպուղու հետ իմաստալից պատմությունների գրքի թերթում է։ Պատում առ պատում, դրանք բեռնեբերան անցել, ժողովրդի շուրթերին առակ ու զրույց են դարձել, ու նորից ժողովրդի ծոցից ելած երախտավոր անհատների շնորհիվ եկել ու մեզ են հասել։ Այսօր մենք ճանաչելու ենք այդ երախտավորներից եւս մեկին, առանձնահատուկ մի արցախցու, որը ոչ միայն պլպուղ ու զրույցներն է մեզ հասցրել, այլև իր երկրի ու իր ապրած ժամանակի կենսագիրն է դարձել։ Նա պուղիական արդարամտության արժանավոր կրողն էր եւ կյանքում այն կենսագործողը։ Կոնստանտին Մելիք Շահնազարյան կամ Տմբլաչի Խաչան։ Ահա թե ով է նա։ Կոնստանտին Մելիք Շահնազարյանը ծնվել է 1857 թվականին Շուշիում։ Հանրագիտարանային բնութագրությամբ նա հայ երգիծաբան, արձակագիր, բանահավաք, գյուղատնտես, ժողովրդագետ էր, իսկ Արցախի ժողովրդի պատմության կենսամատյանում նա ժողովրդական կյանքի վարքագիրն էր, իր ապրած Շուշին պատկերագրողը, պլպուղ ու խոհակիցն ու նրա գործի շարունակողը։ 1874 թվականին ավարտել է Շուշիի թեմական դպրոցը։ 1874-78 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1883-85 թվականներին Ֆրանսիայի Մոնպելիեի երկրագործական բարձրագույն դպրոցում, Ժնևում եւ Բոննում ուսումնասիրել է պանրագործություն ու գինեգործություն։ Որպես ուսուցիչ աշխատել է Դերբենդում եւ Թիֆլիսում, Անդրկովկասի տարբեր վայրերում ծավալել գյուղատնտեսական լայն գործունեություն, զբաղվելով այգեգործությամբ, գինեգործությամբ, շերամապահությամբ, ծխախոտագործությամբ, բամբակագործությամբ, թղթակցել է մի շարք պարբերականների։ Հեղինակ է գյուղատնտեսությանը նվիրված տասնյակ գիտագործնական ուսումնասիրությունների։ Այդ ամենով հանդերձ նա մեծ ճանաչ է առավելաբար իր բանահյուսական վառ կերպարով։ Ղարաբաղի բարբառով գրել է բազմաթիվ մանրապատումներ, ֆելետոններ, որոնք հրատարակվել են նաև առանձին ժողովածուներով։ ՂԼՑ կնանոց պնփեշակը, Շուշվա ղալին խերն ու շարը, Զուրնա տմբլան բաղկացած երկու մասերից։ Սրանք գործեր են, որոնք ներկայացնում են Շուշիի իրական կյանքը, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու ընտանեկան ու սոցիալական հարցերը։ Վերհանում կյանքի հորի կողմերը։ Խոսքի ներգործության ու հանրայնացման այնպիսի կշիռ ու զորություն, ինչպես որ կունենան նոր ժամանակի տեղեկատվական բոլոր հարթակները միասին վերցրած։ Այսօր մենք նրա Տմբլայի կանչով պլուպուղու մասին հավաքագրած զրույցները կլսենք։ Կոնստանտին Մելիք Շահնազարյանի լեզուն տարբերվում է թե գրական հայերենից, թե Ղարաբաղի բուն բարբառից։ Իր իսկ վկայությամբ այդ լեզուն վարանդայի, խաչենի, դիզակի, այդ գավառաբարբարների հղկվածն ու կոկվածն է, որ 1870-80-ական թվականներին գործադրվում էր Շուշիում։ Իսկ մեր կրտսեր գործընկերները այդ զրույցները կներկայացնեն Ղարաբաղի բուն բարբառի իրենց խոսվածքներով։ Մելիք Շահնազարը միան բաղումը շատ գնող հանցպահած գինու կարասանում։ Ինչ գինի, թանձր հանցաբեկ մեզ, ուղին տղայինում, բայց Մելիք Շահնազարը որոշում է դրան գինի չտա։
Վերջապես, պուղուն հունցը պետք է մատ կանիմ, կինին չում տալ, ետնանել տնաս կանիմ։ Պուղի կինին լավն ար, կասին մարդիկը գիտան նստավ գծիծաղին։ Պուղին անգնում Մելիք Շահնազարեն մտքը։ Մելիքն ապրած կենա, նոր մռալու տարս, բակու հուրուղուր մաթասը չպիտի խմինք դրախտը ընգնեմ։ Ասում է պլպուղին։ Մելիք Շահնազարը հորը ուղուրմատ հասեն մինել դրախտեն անումը վերսկանումը, ընկնում պատար առաջ մտածածը, կարասան կինի ածում, տամ պուղուն։ Պուղի սուսու փուս խմումը։ Պուղի, իմ հերը քյոթուն ընգիտ։ Մելիքն ապրած կենա, մին կիվա թավ հինջգյամ, ըրքյոթուն ընգիտ, թա դժողք, մինն էլ տոտսնամ։ Ասում է պուղին։ Պլպուղը երկրորդ կյավատնա տիրտակում։ Պուղի, հինչի լավ։ Մելիքն ապրած կենա, քուհեր հղեի լավ, մինն էլ տո տսնամ բիդի շտղ։ Պլպուղը մին կյավաթ հելա տիրտակում ու ասում։ Մելիքն ապրած կենա, քուհեր հալա քինումա։ Ամրած քինումա, բայց տղա քինում։ Մելիքն ապրած կենա, ենա հա տղա հսալ, շույտրա մին կյավա թելտո աշկասնգնևիչ։ Մին կյավաթ հել տիրտակցնելավ, պուղին ասում է։ Մելիքն ապրած կենա, քուհեր ծուպ վննակացալ։ Վննակացալ է, բայց տղա վննակացալ։ Մելիքն ապրած կենա, դրախտեն ու դժողքեն ղաթումը մին թումբ կա, էդ թումբին իրա է վննակացալ, մին պիտի դրախտ է էշում, մին պիտի դժողք։ Մելիքն ապրած կենա, մին կյավա թելտո տսնամ շտղ ընգավ։ Պլպուղը վերջին կյավատնա տիրտակում ու ասում։ Մելիքն ապրած կենա, մին թրմփոց ու սես եկավ, ամմա գիդացվեջ դրախտը ընգիս թա դժողքը։ Դեսպասը մի պենել ես պատմիմ։ Մելիք Շահնազարը ուրան զորքեն հըտ քինում արգանձակ, հսնում են թարթարեն, թարթարն էլ շատ վարարայնում, սկսում են անցքինելի տղմանկել, էդ վաղտը պլպուղին մին թո խոսք ասում, Մելիք Շահնազարը տրեկման ենակյամ, հրամայում ծիան վերպիրին պուղուն ու թողին կետին էսմին ғրաղեն, Մելիքին ասածը անումն, պուղին մնամա էս ғրաղեն, մի պատար վղտանը ետը տսնումը մարդիկ ընկյամ, լահե վերմուտանում են մարդիկ, սկսում ա ծեր կեքի վազանը, կետին մաչին շորացելը, ստեղ դեղ կողել ու տիսոնել, կակ բուտը պենույա շորկյամ, եկողնեն հսնում են։ Ահայ, հինչ ստանումսնը։ Ես ստեղ պահապանում, հուկյա վեր կետը անցկենա, ծիավուր թավննավոր պիտի ինձ վարձ տա, էվեր ես յուրան կետը անցկենալը նահաշտամ, ել լահե քյոմագանիմ կետը անցկենամ։ Լոխ ռազի ենքյամ մին աբասի տամ պուղուն, պուղին ասում ա, լոխ հյուրանա պրնեցիք, շրան ու կրած անցկենանք։ Էվեր հսնում են մեջտեղը, մինը հարայատամ։ Պուղի, վերջին մարդը կավեջ, վերանգալ։ Պուղին պատասխանում ա, վեչին, ջես հյուրանա բասին երջում կալել։ Կետը անցնկենում պրծնում, էս խուրտակված են աղբերը սկսում ա սոքյանելը, պուղին մուտանում ա ասում։ Խես լեցինում, քու աղբորաբասին քեզում բախշում։ Պլպուղու զրույցներան մունք վեշթա մենակ նրա իմաստնության խորքն ենք տեսնում, այլ նաև ճինենչմնք մեր Արցախ աշխարհը, Արցախի բնաշխարհը։ Ձեր խոսքում թարթարի մասին խոսալըք, ինչը գիտում այդ գետի մասին։ Ես գին վեր թարթարը ամենամոց ու վարար կետնա։ Ես էլ գիտում վեր թարթարը իր է շինեց սերսանգյա ջիրանբարը, վերավը մունք առաջ շատ լուսին կիլս տնալիս։ Դուք շատ դուզը կղճեկերք, իսկ սերսանգի ջրանբարում իլալըք։ Ափսոս, վեչին չալամ կնինք։ Թարթարը Արցախի ամենախոշոր գետն է, նրա երկարությունը մոտ 200 կիլոմետր է։ Թարթարն իր ծոցն է առնում շատ վտակներ, թռղին, տաք ջրի վտակը, ջրվշտիկը, մատաղիսի ու դոնի շենի արվակները։ Այսօրվա Թարթար անունը տրտուի հնչյունափոխված ձևն է։ Այն մեր պատմիչների երկերում հենց տրտու է նշվում, իսկ օտարների կողմից Թարթար է ասվել։ Դեռևս մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Սարդուրի երկրորդի արձանագրության մեջ հիշատակված էր տրտու անունը Արցախի այլ տարածքների շարքում։ Ժողովուրդը նաև Տարտարոս, Քաշքաքամի անուններով է գետն անվանել։ Հատկապես Հորդառատ Գառնան շրջանում գետը ելնում էր ափերից ու դառնում ահեղ քաչքերի պես ահարկում։ Աղջիկերք, իսկ օրիշ էլ ինչ գետեր եք գիտում։ Օրինակ Խոնաշենը, Ամարասը, Իգակը, Բալուջան կամ Մեղրագետը։ Խաչենը, Կարկարը,
իշխանագետը, վարանդան, կարկառը Ստեփանակերտատակ են գնավ անցնող կետնա, ամառնը միշտ խոխանքեն դե լղանամին։ Ջրառատ է մեր Արցախը, եւ այդ գետերից թարթարը, կարկառը, խոնաշենը, ինջան, խաչենը թափվում են Կուր գետի ավազանը, իսկ Ամարասը, Վարանդան, Իշխանագետը Արաքսի ավազանի գետեր են։ Այս բոլոր անունները պահ տվեք ձեր մտքում ու սրտում, որ նրանք էլ շարունակեն ապրել մեզ հետ։ Պենտկացեք, տեմպկացեք։